Վարդան այգեկցի, խրատ շնացողների և զանազան մեղքերի վերաբերյալ։ Վայ շնացողներին, որ ապականում են Աստծո տաճարը և պղծում Սուրբ անկողինը։ Ուստի աղաչում եմ, փախեք շնությունից, ինչպես օձից, որովհետև մեր հույսը, Քրիստոսը, դատապարտում է ցանկասիրությամբ նայելը և մտքով պղծվելը, քանի որ մյուս մեղքերը մարմնից դուրս են գործվում, իսկ շնությունը մարմնի ներսում և մարդու ամբողջ զորության մեջ։ Նրան եմ շնացող և հրի ժառանգ անվանում, ով օրինավոր ընկեր չունի և գնում շնանում է, իսկ ով Աստծո օրենքով ամուսնության ընկեր ունի և գնում շնանում է, լինի այր թե կին, նա ոչ միայն շնացող է, այլև ըստ Սուրբ գրքի մարդասպան է կոչվում, քանզի իր կամքով թողնելով սուրբ հացը և անարատ գինին, գնաց կերավ գարշելի աղբն ու խմեց շանարյուն ու թարախ, որը շնությունն է։ Ով որդյակ, 1000 անգամ թուք քո երեսին, որ թողեցիր կաթը և խմեցիր թարախ։ Անմիտ, ինչ գտար օտար կնոջ կամ տղամարդու մեջ ավելի, քան քոնի, որ թունավորեցիր քո հոգին ու մարմինը դառնալով դևերի բնակարան։ Վայ որդյակներ ու դուստրեր իմ, շնության պատճառով որքան անբավարյուն է հեղվում երկրի վրա, գաղտնի և հայտնաբար, թունավորմամբ, պիղծ հնարներով և սպանությամբ, կամ որքան մանուկ լույս աշխարհ չի գալիս մարդկանց վախի և ամոթի պատճառով։ Վայ մեզ որդյակներ, որովհետև շնության ցավն ու ցանկությունը մաշեց մարդկային ցեղը և դեռ պիտի մաշի, ինչպես գրում է Աստվածային Սողոմոնը։ Այս պատճառով վայ զարդասեր ու պչնվող կանանց, նաև նրանց, ովքեր իրենց աչքերն ու երեսները հարդարում են շպարով երիտասարդներին գայթակղեցնելու համար, որովհետև նրանք չեն կարողանալու տեսնել Սուրբ Խաչի լույսը Փրկչի գալստյան մեծ օրը, և Քրիստոսը չպիտի համբուրի նրանց, ինչպես արդարներին։ Եվ 1000 անգամ վայ այն կնոջը, ով չար դեղերով ու հնարքներով խափանում է որդեծնությունը և ուրիշներին էլ խրատում նույնն անել, քանզի հրախառն արյան ծովը և խավարը պիտի անզերծանելիորեն տանջեն նրանց, և յուրաքանչյուր մանկան դիմաց, որի ծնունդը խափանել են չար դեղերով, Աստված նրանցից հասուն մարդու արյուն պիտի պահանջի ահավոր ատյանում։ Եկեք, իմ սիրելի որդյակներ և դուստրեր, ձեզ տամ մեծ ուրախության ավետիսը, և դուք իմ ողորմելի Վարդանիս մեղքերի համար ամբողջ սրտով թողություն խնդրեք, քանզի այն տղամարդն ու կինը, որ անարատ են պահում իրենց անկողինը պիղծ խառնակությունից և քահանայի առաջ խոստովանության ժամանակ խոնարհ ու ամվոխակալ են, եթե 10 կամ 20 որդի էլ ծնեն, վերջին օրը իմաստուն կույսերի հետ կկանչվեն Քրիստոսի կողմից և կդասվեն նրա աջ կողմում։ Դարձյալ, իմ որդյակներ, ձեզ տալիս եմ կյանքի նոր ավետիս, որպեսզի ուրախանաք և ինձ, ողորմելի Վարդանիս համար մեղքերի թողություն խնդրեք։ Եթե ձեզանից վերցնեն սահմանված հարկից ավելին, մարմնավոր և հոգևոր գործակալներն ու դատավորները բռնադատեն, ձեզ իզուր ու հանիրավի հափշտակեն կամ տուգանեն, եթե գողանան ու խաբեն, այդ ամենը պահված է ձեզ համար իբրև կամավոր ողորմություն, և դուք այս բանում մի եղեք անհավատների նման, մի լսեք տգետներին, որովհետև գրված է, թե Աստված ճշմարտապես պահում է զրկանքների հաշիվը և ամեն ինչում արդարություն գործում։ Ուստի Աստված խնդրում և պահանջում է ձեզանից, որ խնդությամբ ընդունեք զրկանքները և օրհնեք ձեզ ատողներին և հալածողներին, հանեք ոխը ձեր սրտերից և ամեն ժամ ողորմած ու կարեկից լինեք։ Սա էլ լավ իմացեք, իմ որդյակներ, որ Աստվածաշունչ գիրքը գովում, փառավորում և Աստծուն անվանակից է կոչում ողորմածին։ Սուրբ գիրքը և մարդիկ ասում են, որ տրված մեկ ողորմության դիմաց դատաստանիահեղ օրը 100-պատիկը կտրվի, իսկ ով անողորմ և անկարեկից է, նա դև է կոչվում, քար ու երկաթ և սատանայի ընկեր։
Աստված սիրում է ուրախ սրտով, քաղցր խոսքով, արդար վաստակից տրված ողորմությունը եւ Աստծո համար աղքատին այսպես տված քո մի պատառհացն ավելի մեծ ու ընդունելի է, քան 10 արծաթն ու դահեկանը, որ տալիս ես գողացածիցդ եւ արհամարում աղքատին, որովհետեւ վարձն աշխատողին է գտնում, իսկ դու դատվում ես եւ ոչ թե օգտվում։ Նա, ով իր տան դռան առաջ անարգում է աղքատին, նրա արարչին է պարսավում։ Նույնպես եւ նա, ով նախատում է գաճաճին, տգեղ մարդուն կամ էլ խեղվածին, նրա արարչին է նախատում, քանի որ ով նախատում է հյուսնի ու դարբնի գործը, նա ոչ թե գործը, այլ արհեստավորին է նախատում ու անարգում։ Ուրեմն Աստված ողորմության շատին ու քչին չի նայում ու քննում, այլ նայում է միայն սրտին ու կամքին եւ այդպես ընդունում ողորմությունը։ Եվ մեզ համար վկա է երանելի այրիկինը, որ 2 լումայով հաղթեց հարուստներին, ովքեր շատ, բայց իրենց ավելցուկից էին գցում գանձանակի մեջ եւ գովվեց Քրիստոսից։ Ահա տես, որ նաեւ աղքատը կարող է ողորմություն տալ, եթե ողորմած սիրտ ու կամք ունի։ Աստված քաղցր ու մարդասեր է, եւ նրան, ով հանուն սիրո մի բաժակ ջուր կտա ծարավյալին, ով խոսքով կխնայի նեղյալներին ու աղքատներին, ով խոսքով ու գործով կարեկից կլինի թշվառներին ու մեղավորներին, եւ կամ ով հանուն Աստծո բանտարկյալներին ու հիվանդներին տեսության կգնա, խոստացավ վարձ տալ այսպիսի գործերը ողորմություն համարելով։ Ինչպես որ սուրբ հայրերից մեկը տեսավ, թե ինչպես լուսեղեն մի թագուհի փառքով ու պատվով ամպերի վրայով բարձրանում է առ Աստված, եւ հարցրեց նրան. «Դու ով ես, կամ որ թագուհին ես»։ Իսկ նա պատասխանեց. «Ես երկնավոր Փեսայի դուստրն եմ, որ ամեն ժամ համարձակ մտնում եմ իմ հոր մոտ, նստում նրա գիրկն ու համբուրում նրան, եւ իմ անունն է ողորմություն, որ լինում եմ զվարթ սրտով եւ արդար վաստակից կատարված։ Իսկ այն մարդուն, ով խոնար սրտով ու ամբողակալ մտքով ինձ իր օգնականն է դարձնում, ես մտցնում եմ իմ երկնավոր թագավորի Աստծո մոտ։ Եվ սա այն է, որ Քրիստոսն ասաց. երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Մարգարեն էլ ասաց. քո մեղքերը քավիր ողորմությամբ եւ քո անօրենությունները տնանքներին գթալով։ Նաեւ քաղցածներին բաժանիր քո հացը եւ այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը։ Շատ այլ խոսքեր էլ կան, սակայն այսքանը բավական է, որովհետև երկիրը լցվեց Աստծո գիտությամբ։